Որքան մի փոքր նոթ Մենք բարի մենք հասային Մենք որոշեցինք հավաքվել ապրիլի 18-ին, որտեղ մեր նամակի պատասխանները միջև այդ ստանանք եւ առաջի երամսյակից հետո կլինի մարդիկ իրանց վրա կզգան, որ խապված են այդ 6 ամիս հետաձգելը։ Ում նամակի, այսինքն Նիկոլ Փաշինյանի բոլոր տեղերը նամակներ ունենք, սպասում ենք պատասխանների։ Եվ պահանջը ձևավորել եք, ինչի պահանջում եք։ Ժողով դուք մեր նամակի ձևակերպել ձեր պահանջը, ինչ եք դուք պահանջում։ Մի հատ եկի ներկայացնենք։ Մեր պահանջը, օրինակ, քանի որ օրենքը շատ փնթի ձևի ընդունվել, այսինքն չի ուսումնասիրվել խմբերին տարբեր մարդիկ 55,000 մարդում ու այդտե ասենք չգիտեմ ամենասենց աղաչի հայացքից որ կարելի է բաժանվել օրինակ մարզեր ու Երևանի այս կարգի խանութներ ուներ ընդ շոր միրգ քանի որ մի խոսքով ֆոկուս խմբերով ուսումնասիրություն չի արվել օրենքի կասեցումը մենք պահանջում ու այդ արանքում էլ մենք էլ մեր կողմից պատրաստ ենք ոնց որ գանք էկոնոմիկայի նախարարության հետ այսինքն ոչ թե հարկային տեսչության հետ բանը այսինքն իրականությունը փոխենք ինչքան նախարարնոր կառավարություն այն չանենք էկոնոմիկայի փոխնախարարն ով Մխիթարյանը Մխիթար չախտղայ Էդգար Մխիթարյան այն անգամ իր հետ ենք խոսացել մի խոսքով որ բարեկը կանգնացրել է բավարարվել չգիտեմ դա նավետիական չէ մի խոսքով օրենքը կասեցնելուց հետո ոնց որ նստենք այդ թվերը նայեն ես համոզված եմ ուղղակի համոզված եմ իրանք եթե աշխատեին այս օրենքը չէին ընդունել։ Դուք Գևորգ Պապոյանի հետ հանդիպում ունեցել եք, արդյոք կա նման հույս, Գևորգ Պապոյանը ճիշտ ասած այդ հանդիպմանը ոնց որ մի կողմից մենք գնացել ենք այդ օր եթե հիշում եք մենք ուղղակի մենք ֆիքսել էինք մեր համար որ էկոնոմիկայի նախարարությունը մեղել է չկա այսինքն նախարար ունենք նախարարության աշխատակիցներ ունենք ու միջինացված ասենք կարող այդքան էլ վատ անձնական մարդիկ չեն բայց չունենք ու ոնց որ մի կողմից լավ էր որ ինքը իջավ մեր այդ հանդիպան մենք չենք ակնկալում Մյուս կողմից լավ չէ, որտեղ մենք պատրաստ չենք այդ հանդիպման ընդ ամեկ-մեկս ոնց որ մեր խոսակցությունը չստացվեց ու դուս եկավ որ դա իրականում լավ, բայց ինքը ասենք այնտեղ sense աղտարություն աներ օրինականում, որ էկոնոմիկայի նախարարության գործը չէ հարկային քաղաքականությունը, բայց իմ պատկերացումով դա մեր հենց դա բնորոշումը է, որ էկոնոմիկայի նախարարություն չունենք, եթե Պարոն նախարարը ասում է էկոնոմիկայի նախարարություն, չէ՞ որ ինքը քաղաքականություն մշակող մարմինը, եթե իրանց գործը չէ, էլ ինչի՞ն ասենք օրենք ընդունելուց իրենք դրական եզրակացություն տվել։ Իսկ ՓՄԶ աշխատակիցը Ռիփսիմեն ասավ, որ դա Քերոփյանի ժամանակ իր անձնական որոշումն է կայացրել։ Այսինքն լյուբոմ ռասկլադի եթե անձնական որոշումը է հել է, մենք քաղաքական որոշում ինքը, այսինքն ի սկզբանե սխալ է, որովհետև ոնց կարա ասենք, այսինքն պետք է թուղթ լինի, գործ լինի տակը, չէ՞։ Օրենք են ընդունում, ասենք պետք է գան, տենան, ասենք այդ մարդիկ, ասենք ինչ են անում, ասենք նույնը, ասենք օրինակ տարիքով մարդիկ կան, որ այս օրենքով չեն կարող աշխատի։ Ինչ մենք ասենք այդ 60 տարեկան մարդուն, որը իմ մեջ մենակ ոնց որ 60-70 ասենք մենակ հարգանք հաղաջացնում, որ այդ մարդը ամեն օր հելնում, այդ իր փոքր խանութը աշխատացնում, ասենք մենք իրան ինչ ենք ասում ենք դու գնա այս բաները սովորի, կամ էլ պետք է հաշվապապայես դրա եկամուտը չի ելքելու, գնա փակվի կապճասած։ Օրինակ դա մի խումբն եմ ասում, էլի, իրանք սկի տարիքային չեն դրեն, որ դա կարային իրանք այդ բազայով չլնեին գային քավագացնեին, մատ այդ խանութը տենային օրինակ, իրանք դաժե էդի չեն արել։ Այսինքն ասում են սոցիալակ, չգիտեմ, վարչապետը ինչ էր ասել, իբր գնացել է Գերմանիա, տեսել է մտ տարիքով մարդ բան է, չէ՞ պատմում եք։ Այսինքն մարդիկ մեր Հայաստանում կան, իրենք չեմ ասում շատ են, բայց այդ մարդկանցները ասում են, չէ, փախած։ Ու օրենքներն էս պետք է լինի, որ կարողանանք աշխատենք օրենքով։ Դե ասեմ, դեզ մի հատ ամենակարևոր բանը հարգելի լրագրողն է։ Դուք էլ էլի շեշտադրեք։ Ստե մենք ոչ եկել ենք ասում ենք հարկը Էդ է կա, բայց հիմնականը օրինակ ինձ ինչն է ստիպում ամեն անգամ քյավագեցնել գալիս է։ Ես ուզում եմ այնպես երկում ապրենք, որ օրենքները ընդունում են օբյեկտիվ, այսինքն հիմքով,
ու մենք ես ուզում եմ հարկ Ոչ բոլորը։ եթե ուզենանք խափենք, խափենք է։ Ասենք հաստատ իրենք այդքան ասենք չեն կարող մեզի այդքան հետևել։ Հիմա տալիս եք հարկը։ Հա, վճար։ Տիկին Կարինե, ապրիլի 14-ը ոնց է որոշվել։ Մեկ ամիսը պահելով ավելի շիտ չեք դուք նամակների։ Ապրիլի 14-ին չէ, որտեղ հազիվ այդ ժամանակ պատասխանները մենք ստանանք։ Դրա համար համեր երամսյակը, որ մարդիկ իրանց Նամակների չէ, 5-ը ֆոկուս բուն կա, ամեն մեկի հետ մինիմում կեսօր կներես։ Մի բան ասեմ, էլի, արդեն մեկ ժամ է մենք ակցիա լուսաբանում ենք, բայց ոչ հեռուստադիտողը, ոչ իշխանությունը, ոչ էլ մենք չհասկացանք, ի վերջո ձեր պահանջը եթե չկատարվի, դուք ինչի եք ընդունակ, ինչ եք պատրաստվում անել։ Ընթացքը ցույց կտա։ ընթացքը ցույց կտա։ Ընթացքը ինչ։ Չէ, իմի տեսեք, մենք ձեր հարցին ոնց պատասխանենք, եթե էկոնոմիկայի նախարարը Հաստատ չենք պատրաստվում։ մի րոպե, եթե էկոնոմիկայի նախարարը մեր հետ հանդիպում ունի, որը պետք է նշանակի, մենք ինչ են պետք է պատրաստվենք։ Էկոնոմիկայի նախարարը ձեզ հանդիպելա, ասելա, որ դա իր ոլորտը չի։ Չէ, բայց նաև վերցրել Բայց են նաև համարները, մեզ հեռախոսահամարները, հանդիպում պետք է անընդհատ հերթական հանդիպումները քննարկել, որ ինքը մեր առաջարկները բարձրացնի։ Ժողովուրդ ջան, ասենք դրանից Կարող է այսօր ինքը գնա հարցնի իրան ասում, որ ինքը պատասխանատու է։ Բաց նամակով դիմենք, օրինակ մենք նրա հետ էլ համաձայն չենք, որ մեր մյուս քաղաքական ուժերը բացի հանրապետական կուսակցությունը, նրանից առաջ իհարկե իրանց նախագահ Արամ Սարգսյանը ասել էր, որ մենք մեր մեջ կամ մինիմում սենց է ձևակերպել, այսինքն ինչ որ մարդիկ ողջակալական ցանցով մեզ ղեկավարում են։ Հանրապետություն կուսակցությունը։ Հանրապետություն։ Արամ Սարգսյան, ես ինչ ասացի, սխալ ասացի։ Հա, Վազգեն Սարգսյանի եղբոր մասին ախոն։ Իրանք հետո մենք տես մի քիչ ասացին անդե, հետո իրանք հանդես եկան, որ դրան դեմ են։ Բայց մյուս քաղաքական կուսակցություններն էլ պետք է իրանք դիրքորոշումը հայտնել, վերջին բոլորը ունեն իրանք ծրագրերում ՀՄՑ զարգացում, այսինքն իրանք պետք է հայտնեն, օրինակ մասնավորապես այն ընդդիմությունը, որ ազգային ժողովում է, իրանք կարան ու ասեմ մեզնից անկախ, իրանք անցյալ անգամ իրանք հետ Մենք որպես խոստումներ տան, ասենք։ Չէ, խոստում պետք է տան, ասենք, իրանք դիրքորոշումը հայտնեն, ասենք, այդ նույն օրենքով կարան մտնեն ազգային ժողով կասեցման։ Մեր պահանջը վերանային օրենքը, առաջին հերթին կասեցնեն եւ փուլ առ փուլ քննարկեն։ Բոլոր բնակավարները այնպիսի դաշտ ստեղծեն, որ գործատուներ սիրով վճարի այդ հարկը, չսպասի, որ իրան գանտու գանեն, սիրով վճարի եւ ավելի հաճույքով մենք վճարենք, քան մեզ պարտադրեն։ Պետք է ստեղծեն այդպիսի դաշտ, որ բոլորս էլ հաճույքով աշխատենք, ծաղկենք ու ոչ թե մտածենք, բայ այսօր հարկային եկավ։ Մեր ամբողջ ժամանակը մենք տրամադրում ենք հարկայինին, բնականաբար ծաղկելու տեղեր չկա երկրում։ Ամեն պայմաններ ստեղծում են, որ մեզ վնասեն, բայց մենք փորձում ենք դեռ գոյատևել, աշխատել, ապրել։ Որ նայեք բանկերով էլ կարող եք նայել, ասենք ԱԶ-ները ինչքան վարկեր ունեն, որ նենց նայեք կտեսնեք էլ օրեկան քանի ԱԶ-ա բացվում, բնականաբար դեպորտների տակ եղած հայեր կան դրսից գալիս են, սկսում են նոր բացվել, չիմանալով, մտածելով, դա բնական է, փորձում են կայանալ Հայաստանում։ Դրա համար դուք էլ կարաք այդ ամբողջ վերլուծությունը նայեք, դուք էլ մեկնաբանեք, իրանք պետք է նայեն օրենքը, վերանայեն օրենքը, որովհետև օրենքը հենց նենց չեն հանում, օրենքը քննարկումով են հանում, գործատուի հետ են քննարկում, որն է ճիշտ, որ ինքն էլ սիրով այդ հարկը վճարի։ Հետո քննարկում են։ Հա, դե մեր երկրում մտենց է, բնականաբար ամբողջ աշխարհում հակառակա, մենք միշտ հակառակին ենք գնում։ Հետո սա տանելու է շատ բարձր թանկացման, նաև մեզ պետք է միանան վարսավիրանոցները, մեզ պետք է միանան ռեստորանները, որը թանկացել է, բոլոր բնակավարում է թանկացել։ Կարելի է ենթադրել, որ ապրիլի 14-ը լինելու է ձեր վերջնական այսպես ակցիայի։ Չէ, չեմ կարծում, այսինքն իրանց ճանաչելով չեմ կարծում, որ կարող է լինի ապրիլի 14-ը, դե բնականաբար արդեն կորոշենք ինչ ձևերով պայքարել, հա, ինչ սցենարով պայքարել է։ Հնարավոր է փողոցներ փակեք, չգիտեմ։ Դա էլ է հնարավոր, դե հիմա արդեն ապագան է ցույց տալիս ինչ կանենք։ Չգիտենք ինչ ձև, կարող է եւ ապրիլի 14-ին միջև հասնելը մեզ ընդունում են կամ ինչ որ հարց է քննարկվում։ Հիմա մենք հայտարարություն անենք, վայ գիտեք մենք փողոց ենք փակելու, բայց չհասնի դրան։ Բայց ով գիտեր, որ այս տեսակի հարկ ունենա։ Հա։ Իմը ինչ իմանանք վաղ ինչ կլինի։ Շնորհակալություն։ Հաջողություն դրել եք, շնորհակալ, արգիլ լրագրողներ, լավ մնացեք, շնորհակալություն։